Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հետևորդներ։ Մենք ունենք անակնկալ, սկսում ենք նոր նախագիծ, որի անունն է Սուրճով զրույց։ Եվ ես դիմում եմ այն հետևորդներին, ովքեր դեռ չեն հասցրել հետևել եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ հավեսով սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք լավագույնը։ Մենք արդեն պատրաստ ենք լցնել ձեր առավոտները հաճելի զրույցներով, հումորով եւ իհարկե համեղ սուրճով, չէ՞ Մարիա։ Միանշանակ։ Եվ հուսով եմ, որ հաղորդավարուհի եւ մոդել Մարիա Շուքուրյանի հետ մենք ձեզ կմատուցենք հետաքրքիր եւ յուրահատուկ անակնկալներ։ Եվ այսօրվա մեր նոր նախագծի առաջին հյուրն է տաղանդավոր եւ երիտասարդ օպերային երգչուհի Մելանիա Սիվոլյանը։ Նույն ինքը Միլա Սիվոլին, ում ձայնն արդեն հուզել է բազում հանդիսատեսների սրտեր։ Ողջույն Միլա։ Ողջույն, շնորհակալ եմ ձեզ ինձ հյուրընկալելու համար։ Մենք էլ շնորհակալ ենք, որ ժամանակ ես գտել եւ եկել ես մեր տաղավար, գիտեմ, որ բազմազբաղ մարդ ես։ Միլա, ինչպես սկսվեց քո սիրավեպը օպերային արվեստի հանդեպ։ Իրականում օպերային արվեստի հանդեպ կարելի ասել 12 տարեկանից, երբ իմ առաջին ելույթն ունեցա դպրոցի հանդեսի ժամանակ, կատարեցի Անուշի Արյան։ 12 տարեկան է եւ չէի գիտակցում դեռ օպերայի լրջությունը, սակայն ինձ այնքան տպավորեց այդ դերերքը, որ անկախ ինձնից հուզմունքով կատարեցի եւ հետո տեսա, որ դասատուները, հանդիսատեսը մի խոսքով հուզվել էր իմ ելույթից եւ ես շատ տպավորված էի այդ օրը։ Դա իմ առաջին ելույթն էր դասական ոճի մեջ։ Շատ հետաքրքիր է։ Ժողովուրդ, եկեք համ սուրճ խմենք, համ էլ զրույցենք։ Ասեցինք սուրճով զրույց, բայց մի տեսակ Ճիշտ է։ շատ պաշտոնական զրույց է ստացվում, չէ՞։ Գուցե փոխեինք, ասեինք պաշտոնական զրույց, թե սուրճով զրույց։ Չէ, միանշանակ սուրճով զրույց։ Այնպես որ խնդրեմ վայելենք առավոտյան սուրճը։ Սուրճը քաղցր է խմում Մելանիա, թե դառը։ Ճիշտն ասած քաղցր։ Քաղցր։ Պայքարում եմ, որ քաղցրը մի քիչ քչացնեմ, բայց ես ընդհանրապես քաղցրակեր եմ եւ սիրում եմ քաղցր սուրճ։ Ոնց եմ քեզ հասկանում։ Փաստորեն բոլորս նույնն ենք։ Հա, իսկապես։ Միլա, հիշում ես առաջին անգամ բեմ բարձրանալու պահը, ինչ խորհրդավոր պահ էր։ Ինչ զգացիր։ Առաջին անգամ 7 տարեկանում եմ բեմ բարձրացել։ Ցուցադրության ժամանակ իտալական կազմակերպությունը կազմակերպել էր ցուցադրություն եւ ես ընտրվել էի մասնակիցներից էի հենց այդ ցուցադրության իրականում հետաքրքիր էր կար հուզմունք բայց փոքր էի իմիջիայլոց ես այնպես ստացվեց հենց ցուցադրության օրը հիվանդացել էի ջրցաղիկով բայց չէին կարող հետաձգել եւ արդեն գրեթե լավացել էի, բայց այդ հետքերը կային, ու խոսքը ասենց հետաքրքիր միջադեպ էր։ Բայց ամեն դեպքում ես շատ դրական եմ հիշում իմ այդ ելույթը կարելի ասել, շատ հետաքրքիր էր։ Ամենակարևորը հենց դա է։ Այո, իսկ արդեն որպես երգարվեստ 14 տարեկանում եմ առաջին անգամ բեմ բարձրացել, զգալով այդ ողջ պատասխանատվությունը, միջազգային բեմ եմ բարձրացել իմիջիայլոց Փարիզում, Հայաստանն էինք ներկայացնում եւ Grand Prix շահեցինք։ Բազմակողմանի Զարգացած երիտասարդ արվեստագետուհի։ Այո։ Շնորհակալություն։ Այդ անգամ հանդես եկա փոփ ժանրի մեջ 14 տարեկանում։ Հետո արդեն տեղից 2014 թվականից հետո սկսվեց իմ ուղին դեպի միջազգային բեմեր եւ մրցույթներ։ Ինչպես հասկացանք, վաղ տարիքից արդեն իսկ սկսել ես քո կարիերան, այսպես ասած, ու լսել եմ վերջերս ունեցել ես մենահամերգ։ Այ կպատմես մենահամերգիցդ։ Ինչ նշանակություն ունեցավ դա քեզ համար։ Իրականում ելույթներ շատ էի ունեցել, բեմերում շատ հանդես եմ եկել, սակայն մենահամերգը դա կարծես մարտահրավեր լիներ ինքս ինձ, քանի որ ես հասկացա, որ երբ մարդ ունի երազանք եւ ցանկություն, ոչինչ չի կարող խանգարել նրան իրագործելու այն, որովհետեւ մենահամերգիցս 2 օր առաջ ես ջերմում էի եւ դա չգիտեմ ինչպես էր այդպես ստացվել, երևի ստրեսային էր միգուցե,
Սակայն ինձ անգամ ասում էին, որ կարող ենք հետաձգել օրը, բայց ես տրամադրված էի, որ հենց մայիսի 4-ին պետք է լիներ։ Մի խոսքով ես ուղղակի մտածեցի, որ չէ, ամեն ինչ պետք է անեմ, որ լավ ստացվի եւ շատ լավ ստացվեց, շատ լավ ելույթ ունեցա եւ հանդիսատեսը շատ ջերմ էր, շատ ուրախ դրական լիլիցքեր ստացա եւ անգամ հանդիսատեսը չէր զգացել, որ ես ունեմ առողջական խնդիրներ, փորձել էի ամբողջովին հաղթահարել այդ ամենը ու ինձ համար դա շատ մեծ մարտահրավեր էր իրականում, մեծ պատասխանատվություն, կարելի ասել իմ առաջին մենահամերգն էր եւ ինձ համար շատ հիշվող կլինի։ Այ Մանուկ ջան, տեսնում ես ինչքան կարևոր է համար գտնվելը եւ ինչ արդյունքների է բերում դա։ Իսկապես որ ակին արդեն դրական էներգիա ստացա, էլի ասեմ։ Այդ դահլիճի էներգիան ո՞նց է ազդում քո վրա։ Դրականորեն թե ավելի շատ կաշկանդող։ Իրականում դրական, անգամ կարող եմ ասել, որ ինչքան դահլիճը լի է լինում, այդքան ավելի հեշտ է անցնում, այդքան ավելի այսպես լարվածությունը քիչ է լինում, որովհետև սովորաբար օրինակ քննություններին կամ մրցույթների ժամանակ դահլիճում չեն լինում հանդիսատես։ Լինում են սովորաբար մի քանի հոգի ժյուրի անդամները, ինչը ավելի պարտադրող է եւ այսպես հուզմունք է ստեղծում։ Իսկ երբ ելույթիցդ հետո ջերմ բիսերով են քեզ ճանապարհում, դա չեմ կարող բացատրել, թե ինչքան մեծ այսպես ջերմություն է, դա երևի են ամենամեծ հետաքրքիր լավ ջերմ պահերից է, ինչի համար որ արժի շարունակել հենց գործունեությունը այս արվեստի մեջ։ Պատկերացնում եմ ինչ ապրումներ է ունեցել մեր հյուրը։ Իսկապես։ Հավականին հիշողություններ կունենա։ Միլա, ինչպես ես նախապատրաստվում բեմ ելնելուց առաջ, օրինակ ունես ինչ-որ ռիտուալներ, մարդիկ կան թե են խմում, կամ աղոթում են, կամ օրինակ մենակ են մնում, ինչև բեմ դուրս գալը։ Գիտեք, կա այսպիսի ուրեմն հետաքրքիր կարևոր մի բան, շատ երգչուհիներ, նմանավանդ մեր հայ հայտնիներից, օպերային արտիստներից, եղել է, որ իրենք ընդհանրապես խորհուրդ է տրվում լռելը։ Մեկ օր բացարձակ լռել։ Սակայն ինձ մոտ դա չի ստացվում։ Ես շատ եմ սիրում խոսել։ Այո, բայց ինձ համար շատ կարևոր է ելույթից, չգիտեմ, կես ժամ առաջ ես պետք է լինեմ մենակ, չեմ շփվում ոչ մեկի հետ։ Միայն մի հոգի, քույրիկս։ Ինքը միշտ իմ կողքին է եւ չգիտեմ, իր ներկայությունը միշտ ստիպում է այսպես շատ դրական, պոզիտիվ տրամադրվել եւ լավ ելույթ ունենալ։ Մենակ եմ մնում եւ պատրաստում եմ ինչ-որ կանաչ թեյ սովորաբար, որը որ հանգստացնում է կոկորդը, եւ փորձում եմ կենտրոնանալ, չմտածել ոչ մի այլ բաների մասին։ Այ ով ես դու բեմից դուրս։ Սովորական մարդ, թե էլի բեմից դուրս ես քեզ պահում արդեն որպես երգչուհի, արդեն որպես բեմի մարդ։ Իրականում բեմից դուրս ես շատ նախասիրություններ ունեմ։ Բեմը ինքը շատ խանդոտ է։ Ինձանից շատ ժամանակ է պահանջում։ Այդ թվում է թե, չգիտեմ, 10 րոպե ելույթ, 3 րոպե ինչ-որ օրինակ փոքրիկ ստեղծագործությունները, թեպետ օպերային արդեն օպերային ներկայացումների, այսինքն ժամանակ բավականին կարող է դա տևել 3 ժամ մինչև, սակայն մեր պատրաստությունը շատ երկար է տևում։ Այդ 10 րոպե հանդիսատեսին ջերմություն պարգևելը, հանդիսատեսի հետ կիսելը արվեստը մեզնից խլում է գրեթե մի կյանք։ Սակայն բեմից դուրս ես օրինակ սիրում եմ զբաղվել սպորտով, եթե ժամանակ եմ ունենում, շատ եմ սիրում։ Նաև սիրում եմ ճանապարհորդել եւ պատահական չէ հենց իմ մասնագիտությունը, քանի որ ես շատ ճանապարհորդում եմ հենց իմ մասնագիտության շրջանակներում, այո։ Սիրում եմ կենդանիներ, շուն եմ շատ սիրում, կսպահում եմ։ Ես ենթադրում եմ, որ օպերային երգչուհի լինելը դա բավականին բարդ աշխատանք է։ Ինչ-որ արհեստական կոմպլիմենտներ չեմ ուզում անել, բայց ինչ-որ ջերմություն եմ զգում Միլայի կողմից եւ ինքը որ խոսում է ջերմության մասին, ես այդ ջերմությունը զգում եմ, որ ինքը իրոք որ եւ շատ կարեւոր է, էլի, չէ, որ կարողանա արտիստուհին, երգչուհին բեմից այդ դրական էներգետիկան փոխանցել հանդիսատեսին, էլի։ Եվ ինքնաբավ չլինի։
Իհարկե, դա շատ կարևոր է եւ դու ունես դա։ Շնորհակալություն։ Իրականում արտիստից շատ բան է կախված։ Եթե ցանկանում ես ջերմություն ստանալ, առաջինը դու ինքդ պետք է քո ողջ ջերմությունը նվիրես հանդիսատեսին եւ հանդիսատեսը հաստատ քեզ ի պատասխան կտա կրկնակի։ Իհարկե։ Սուրճ խմեք։ Եկեք մի հատ խմենք, նոր շարունակենք։ Սուրճով զրույցը ոչ մնա արդիական, էլի, չէ՞, ձևաչափը մնա արդիական։ Միլա, եղել է ինչ-որ զավեշտալի կամ անհարմար դեպք այս ընթացքում բեմում, բացիր փակագծերը։ Իրականում դեպքերը շատ է եղել։ Ես մա փորձա մի քանի դեպք առանձնացնել։ Օրինակ հենց Փարիզի ելույթս, որ հիշեցինք, ասեմ 14 տարեկան էի, գնացել էինք Փարիզ ու մեր այդ բեմը, որը թատրոնում էր, դա իրենց բուսաբանական այգում էր, շատ հայտնի բուսաբանական այգի է մինչ այլոց, հիմա ունենալի ճիշտ ասած չեմ հիշի, բայց այնտեղ կային հատուկ շատ հետաքրքիր սպეციფიկ բույսեր, կենդանիներ անգամ, եւ ելույթից հետո այսպես հոգնած ես էլ ճամպրուկով, քանի որ իմ իրերը ճամպրուկի մեջ եմ դնում, կանգնած սպասում էի, որ պետքա գային մեր հետևից, մեկ էլ տեսնեմ սիրամարգ առանց ոչ մի բանի, այսպես այսինքն ոչ թե վանդակի մեջ էր կամ ինչ որ հատվածում էր հատուկ կենթանիներին համար նախատեսված, այլ ազատության մեջ էր, եւ ես տեսա, որ այդ սիրամարգը վազում է դեպի ինձ։ Վայ։ Ես ճիշտ ասած շատ եմ վախենում թռչուններից, չեմ կարող բացատրել, ոչ մի տեսակ ֆոբիա ունեմ, կարելի ասել, եւ ես երբ տեսա այդ սիրամարգը գալիս է դեպի ինձ, ես սկսեցի լացել, անգամ մոռացա, որ ձեռքս ճամպրուկն է եւ ճամպրուկով վազում է այդ ողջ այգով մեկ ու շատ էի վախեցել, լացում է ինքն էլ մեծ շատ գեղեցիկ սիրամարգ էր, մեծ պոչով։ Պոչը բացել է։ Այո, պոչը բացա։ Եվ այսպես ես ինքն էի վախեցել, ճիշտ ասած, ես այդ օրը չգիտեմ, մենակ ես չեմ, մեր ամբողջ խումբը հիշում է եւ դա շատ հետաքրքիր էր, ծիծաղելի էր։ Եղել են էլի դեպքեր, օրինակ բադ դեպք ա եղել 23 թվականներ կարծեմ, Հունաստանի մրցույթի ժամանակ 12:10 պետք է լինեինք մեր ավտոբուսի մոտ մասնակիցների համար նախատեսված, ես ու քուրիկս 10 րոպե ուշանում ենք։ Գնում ենք, տեսնում ենք ավտոբուսը չկա։ Իսկ մրցույթը լինելու էր կողքի քաղաքում ու այդպես մենք խուճապի, ես ճիշտ ասած մի քիչ մատնվեցի, սակայն ամեն ինչ մենք լուծեցինք, տեղը գցեցինք, մի խոսքով նորմալ հասա մրցույթին, կրկին առաջին տեղ գրավեցի։ Բրավո։ Համեստորեն ասում առաջին տեղ գրավեցին, կարծես թե այդ առաջինն ընդհանրապես առաջին տեղն է գրավել, էլի։ Առաջինից ավելի բարձր տեղ էլ կար, հա, երևի Մելանիա ջան։ Ոչ։ Դե ուրեմն շնորհավորում ենք այսպես թեկուզ եւ ուշացած, բայց մեծագույն նվաճման է հասել, բայց այսքան համեստ բեմներ հենց որ մեր գալահամերգը եղավ բացօթյա ծովիափին, մեծ բեմ է շատ գեղեցիկ։ Պատկերացնում եմ ինչ գեղեցիկ է։ Բայց Նավպլիո քաղաքում էր, շատ սիրեցի Նավպլիոն։ Նորից հետ կգնաս։ Իհարկե։ Ճիշտ ասած սիրում եմ փոփոխություններ, բայց կան քաղաքներ, որ չգիտեմ, ինչքան մտածեմ, հաստատ ցանկանամ վերադառնալ, էլի գնալ, նմանավանդ այն քաղաքները կամ երկրները, որտեղ ես ունեցել եմ հետաքրքիր հուշեր, որովհետև ես սիրում եմ վերապրել էմոցիաները։ Բայց դե ասա, որ Երևանից ավելի լավ քաղաք աշխարհում չկա, քանի որ ես ու Մարիան երևանասեր ենք եւ շատ հայրենասեր։ Իհարկե ես էլ։ Բոլորիս հոգում դա կա, երում է, երում։ Որ գնում ես միևնույն է, հայրենիք վերադառնալուց մի տեսակ զգում ես, որ չէ, իմը ուրիշ է։ Միանշանակ։ Ինքս շատ եմ ճանապարհորդում, բայց ուր որ գնում եմ, ճանապարհը միշտ բերում է հետ մեր Հայաստան։ Իհարկե։ Մելանիա, ինչ երաժշտություն ես այս սիրում, բացի օպերային։ Դե օպերայինը դե հասկանալի է, չէ՞, էլ արդեն օպերայինի մասին չխոսենք։ Ուրիշ նախասիրություն ունես երաժշտական, ասենք օրինակ։ Սիրում եմ ջազ, փոփ։ Օրինակ ինքս անգամ ստեղծագործում եմ, ունեմ գրված երգեր փոփ ժանրում, սակայն դեռ չեմ հրապարակել, ճիշտ ասած Կներես, ասենք փոփով հանգստանում ես օպերային արվեստից, հա, ինչ որ ինտերվալ ես անում։ Հա, օրինակ հնարավոր է, որ ես, չգիտեմ, ասենք առավոտ օրինակ գնում եմ իմ փորձերին, իմ երգերով, անգամ ես լինում եմ, որ
հա, ոնց որ ինձ համար դա ավելի հանգստի միջոց լինի։ Այն չէ բազմազանություն, չէ, որտեղ անդադ իհարկե, նմանավանդ երբ սիրում եմ խոսքեր նաև գրել, գրում եմ երգերի բանաստեղծուհի ես նաև, խոսքերը ունեմ գրած, իհարկե, դեռ իհարկե չեմ լսել։ Ճիշտն ասած, ցանկանում եմ միանգամից հետո ալբոմ թողարկել։ Հա, այդ իսկ պատճառով, հետո գիտեք, ստեղծագործելով ես ավելի շատ ոնց որ իմ ներքին ծառավը հագեցնեմ, այդ իսկ պատճառով շատ չեմ մտածում թողարկելու մասին իմ երգերը, չնայած օրինակ մայրիկս, քույրիկս, ընկերներս, ովքեր որ լսում են իմ երգերը գրած, ինձ ասում են, չէ, պետք է անպայման թողարկես, հետաքրքիր կլինի, հասատած շատ մարդիկ կհավանեն, չգիտեմ, նմանավանդ եւ բառերն են լսում։ Ահա։ Միլա, եթե ոչ երգչուհի, ապա դերասանուհի, հաստատ արվեստից հեռու չէի գնա, քանի որ շատ եմ սիրում, բայց ասա, որ կսազի իրեն, մանուկ։ Իսկապես ես անդադ նայում եմ Միլայի աչքերի մեջ, ինչ-որ պոետիկ բան եմ տեսնում, եւ դա շատ հաճելի է, էլի, մեր օրյա արի բան չանենք, չսեվացնենք մեր օրյա իրականությունը, բայց համենայն դեպս շատերի մեջ, օրինակ ես չեմ տեսնում մեր օրյա երիտասարդ աղջիկների մեջ ինչ-որ պոեզիա, ռոմանտիկա, չէ, մի տեսակ բան, այ Զգացում է, որ արվեստի մարդ է, էլի։ Այո։ Շնորհակալություն իմ ջելոց հենց դա պայմանավորված էլի մասնագիտության հետ, քանի որ մեր պրոֆեսորներից մեկը միշտ մեզ ուղղում էր, ասում էր դուք ոչ թե օպերային երգչուհի եք, այլ օպերային դերասան։ Քանի որ առանց մեկը մյուսի չի կարող լինել դերասանությունը եւ վոկալային տվյալները, եթե չունենայի գրության կողմից տված շնորհ ձայն, ապա կարծում եմ դերասանական գծով կշարունակեի։ Ահա։ Բայց էլի ուշ չի, երբ կարող ես իհարկե։ Ամենակարևորը որ սիրով անես, այն ինչ որ անում ես։ Այս առաջարկներ են, իրում առաջարկները արդեն ընդունում ես, նկարվել ես սերիալներում, ֆիլմերում, հա։ Մի անգամ եմ նկարվել, ընդունեցի այդ առաջարկը, շատ հետաքրքիր էր, Հայոց թագուհիները ֆիլմում, Սահականուշի կերպարով։ Երգել ես այնտեղ։ Չէ։ Չեմ նայել այդ նախագիծը, բայց նոր։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, իմ ջելուց 2 մասանի, դա երկրորդ մասում եմ ես նկարվել։ Այդպես լինում են էլի առաջարկներ, ես նաև հա բեմից դուրս ասեմ, որ սոցկայքերում շատ ակտիվ եմ, նամանավանդ Instagram-յան հարթակում, լինում են բազում համագործակցություններ, առաջարկներ։ Ինչը կյանքը էլ ավելի հետաքրքիր է սարքում։ Մենք եթե մի լավ նախագիծ հղանանք, անպայման դու համարի, որ այսօր մեր տեսադաշտում ես, չէ՞։ Մենք դրանք դեր եթերից առաջ էլ արդեն բզբզում ենք, էլի։ Այո, մենք մտածել ենք դրա մասին։ Մելանիա ջան, ինչ խորհուրդ կտաս այ մի երիտասարդ աղջկա, օրինակի համար, որ ցանկանում է դառնալ օպերային երգչուհի, մեր օրյա այս իրականության մեջ, որ այնքան էլ չէ, օպերային ու դասական իրականություն չի, մեղմ ասած, չէ։ Այո։ Բայց ինչ որ կասկածներ ունի, որ այնպես չի հասկացվի, ընդհանրապես այսօր արվեստագետը կարող է այնպես չհասկացվել, էլի, չէ, իրականության մեջ էլ մի տեսակ կարծրատիպեր կան, էլի, դոգմաներ կան, չէ, հասարակության մեջ։ Դառնա օպերային երգչուհի, խորհուրդ կտաս, թե մարդուն հանկարծ կրակը կգցես, կասես այ մարդ։ Դες բան կար, չէ, տարածված որ ասում են դերասան, այ մարդը թող գնա կարգի մի հատ մասնագիտություն ընտրի, բանի դերասան կամ երգչուհի լավ, էլի։ Բարդ է։ Միանշանակ բարդ է, որովհետև կյանքդ լի է մարտահրավերներով։ Ընդհանրապես չկա, հա, համաձայն եմ, չկա հեշտ մասնագիտություն, բայց արվեստի բնագավառում կարծում եմ կրկնակի բարդ է։ Բայց ոչինչ պետք է չխանգարի ձեզ գնալու ձեր երազանքի հետևից։ Ես ինքս իմ կյանքում ունեցել եմ շատ հիասթափություններ, սակայն ինձ ոչինչ չի խանգարել։ Իմ կողքին է իմ ընտանիքը, ինձ հարազատ շատ մարդիկ, ովքեր սենց բանակի պես իմ կողքին կանգնած ինձ չեն թողնում, որ ես ընկճվեմ հանկարծ կամ հետ գնամ հանձնվեմ, չնայած ես եղել են օրեր, որ ջղայնացել եմ, հուզվել եմ, սակայն ես երբեք չեմ հանձնվել եւ երբեք կողք չեմ դրել իմ երազանքը։ Մանր քայլերով մի օր կարող եք տեսնել, որ հայտնվել եք հենց այն կետին, որի մասին դուք երազում եք։ Գնացեք ձեր երազանքի ետևից։ Տեսար, գնացեք ձեր։ Ինչ մոտիվացնող խոսքեր են, չէ՞։ Քիչ պատրաստվենք ու գնանք մեր երազանքների հետևից։ Արդեն ճանապարհին ենք, չէ՞։ Հա, այնպես որ մենք հետևում ենք ձեր։ Իհարկե։ Հրաշալի Մելանիա։
Բլից հարցերին անցնենք, հա, մեր այսպես ձևաչափի, այսպես բանը դեմքը պահելու համար, շա։ Իհարկե, առանց Խնդրեմ էստաֆետը քեզ։ Միլա, եթե կյանքդ լիներ սերիալ, ինչ վերնագիր կունենար ու ով կխաղար այդ դերը։ Կարծում եմ մարտահրավեր challenge։ Տրիլլեր ժանրից։ Կարծում կլիներ դրամա, մելոդրամա։ Ինքս կցանկանայի ճիշտ ասած, եթե լիներ այդպիսի հնարավորություն, որ ես ինքս մարմնավորեի հենց իմ կերպարը, դա ինձ թվում է շատ հետաքրքիր կլիներ։ Քանի որ իհարկե կան շատ տաղանդավոր եւ լավ դերասանուհիներ, բայց եթե քո պատմությունն է, հաստատ քեզնից լավ ոչ մեկ չի կարող դա վերապրել կրկին։ Հետաքրքիր է։ Չէ, չմտածես, որ կխնայենք, ես քեզ նաև քանի որ արդեն մեր տեսադաշտում ես, ես քեզ նաև մի քիչ արդեն քաղաքականացնելու եմ ես հաջորդ հարցը։ Այ եթե մի գեղեցիկ օր արթնանաս ու լինես որպես մի հատ ֆիլմ կա, չէ՞, արդեն լինես Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նախագահը, քո առաջի օրենքը որը կլիներ։ Ճիշտ ասած Լավ մտածի նոր պատասխանի։ Դե լավ, ինչ մտքիդ գալիս է։ Մարդիկ ներողամիտ լինեին։ Բարի լինեին ու միասնական։ Հետաքրքիր է, բայց բարդ է։ Դրանից է սկսում շատ բան։ Այո։ Համաձայն եմ քո մոտեցման հետ։ Սկիզբը, այո, սկզբի համար շատ լավ օրենք է։ Այո։ Որն է քո գաղտնի զենքը, երբ կյանքը քեզ նյարդայնացնում է։ Իրականում սկզբից ես вообще ընդհանրապես ես շատ էմոցիոնալ եմ։ Ինչքան էլ փորձում եմ ցույց չտալ իմ էմոցիաները, չի ստացվում։ Սակայն ես ինձ միանգամից հավաքվում եմ, հիշում եմ բուն նպատակը իմ նա մի հատ տեսնում եմ իմ ամբողջ այդ անցած ճանապարհը եւ այսպես կանգնում եմ եւ չեմ թողնում, որ ոչինչ ինձ նյարդայնացնի կամ խանգարի։ Իրականում դա դժվար է, սակայն պետք է փորձես լինել ներդաշնակ։ Ներդաշնակությունը շատ է օգնում, այո։ Երբ դու կլինես ինքդ քո հետ ներդաշնակ, այդ ժամանակ էլ ոչինչ քեզ չի կարող հաղթել։ Միանշանակ։ Ինչը երբեք չես կիսի նույնիսկ աշխարհի վերջում։ Դու բարի մարդ ես, բայց կարող է չէ մի բան լինի, որը չկիսես, չէ՞։ Մենք էլ ենք բարի, չէ, բայց բաներ կան, որ չէ, չենք կիսի։ Սերը կիսի, հա։ Շատ ճիշտ պատասխան տեղի։ Լայք եւ սրտիկներ։ Լայք եւ սրտիկներ, այո, բազմաթիվ։ Ամենաթանկարժեք բանը դա երևույթն է, ինքնին, ոչ թե իրը կարծում եմ։ Իսկ սերը դա ամենակարևոր կյանքին իմաստ հաղորդող երևույթն է։ Մի անհայտ ուժ քեզ առաջարկում է կրկնել 1 օր քո կյանքից։ Որ օրը կընտրես։ Ամենահավես, ամենատպավորիչ օրը որն է մտքիդ գալիս, ամենաառաջինը։ Ճիշտն ասած, տենց օրեր այդպիսի օրեր շատ կան, սակայն մտքիս հենց հիմա եկավ ուրեմն մի օր, երբ մայրիկս գործի բերմամբ աշխատում էր Բուդապեշտում եւ ես մոտ 1 տարի չէի տեսել իրեն, շատ էի կարոտել ու ինձ համար շատ sense չեմ կարող բացատրել անմոռանալի ու լավ օրեր, երբ ես այդ 1 տարի հետո գնացի իր մոտ եւ տեսա իրան, դա իմ համար ամենահետաքրքիր օրն էր ու ընդհանրապես այդ տարի, չգիտեմ, այդ ամիսները, որ միասին շրջագայեցինք, ուղղակի հենց այդ օրը ինձ համար շատ տպավորիչ էր, քանի որ ես չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան շատ կարոտել եւ տեսնելով հենց այդ օրը, երբ ես տեսա իրան, չգիտեմ, շատ sense հետաքրքիր էմոցիաներ ապրեցի, զգացի, որ մեծացել եմ մի տեսակ այդ մի տարվա մեջ առանց իրեն։ Դե շփվում էինք իհարկե սոցկայքերով, սակայն այդ ֆիզիկական շփումը լրիվ այլ է։ Բնականաբար։ Ու սկսվեց ձեր ճամփորդական կյանքը, այսպես ասած։ Այո, շատ հետաքրքիր է։ Երևում է, որ շատ ծնողասեր, ընտանեսեր
բնավորություն ուներ, չէ՞։ Երևում է որտեղից որտեղ արդեն զգացվում է։ Եվ դա իրոք որ ինձ համար շատ գովելի է եւ շատ ավելի էս մեր ձգողականությունը դեպի քեզ ապահովում քո այս կեցվածքով, այնպես որ ողջունում ենք։ Որն է քո կյանքի երգը։ Ամեն մարդ ունի, չէ՞, երևի իր կյանքի երգը։ Դու բազմաթիվ երգերի մեջ ընտրել ես քո կյանքի երգը։ Կան երգեր, որ երբեք չեն հնանում։ Ու այդ երգերից մեկը հենց կարող եմ առանձնացնել Alex Sting-ի Shape of My Heart։ Շատ եմ սիրում։ Դեպի ես եմ սիրում այդ երգը։ Մենք նույն ճաշակի ենք։ Շատ հետաքրքիր, չգիտեմ, ինչքան լսեմ ես այդ երգը կլսեմ ու ինձ, չգիտեմ, ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Թե պետք է անելի երգեր։ Բայց դա երբեք չի հնանում։ Երգ։ Ինչ հետաքրքիր զրույց էր ու ես շատ ուրախ եմ, որ մեր առաջին հյուրը հենց դու ես, Միլա ջան։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր դու մեր հյուրն ես եւ Մանուկ ջան, դու ինչ կասես։ Ես էլ եմ շատ շնորհակալ, Մելանիա ջան, կարծում եմ, որ առաջին ու վերջին անգամ չես կա մեզ մոտ, արդեն նույնիսկ մենք ձևաչափ հղացանք, չէ՞, երևի թե այդ ձևաչափին էլ արդեն հերվից հեռու արդեն այսօր ուղեցինք մեր հրավերը դեպի քեզ, այնպես որ միշտ համեցիր, եթե ամեն անգամ էլ գաս այստեղ, ամեն անգամ կարող է քեզ չնկարենք, չէ՞, մեզ մոտ, բայց ամեն դեպքում լավ սուրճը միշտ ապահովված կլինի։ Բնականաբար։ Եվ լավ ընկերական մոտեցումը։ Շատ հետաքրքիր հաճելի զրույց ստացվեց, շնորհակալ եմ ձեզ եւս մեկ անգամ ինձ հրավիրելու համար։ Ուրախ կլինեմ կրկին տեսնել ձեզ։ Մենք էլ նույնպես շնորհակալ ենք անկեղծ ու ոգեշնչող խոսքերի եւ ջերմ զրույցի համար, Միլա։ Խնդիր չկա, այնպես որ միշտ համեցիր, անկախ գործից։ Սիրելի բարեկամներ, սիրելի ունկնդիրներ, եթերում նոր մեկնարկած սուրճով զրույց հաղորդաշարներ։ Ես հարգանքով դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ բաց մի թողեք ամենահետաքրքիրը։ Շնորհակալություն, լավ եղեք սիրելի բարեկամներ։ Մանուկ, սպասի։ Բա մոռացանք։ Միլան մեր համար երգելու էր։ Բա, ես էլ ասեմ ինչ եղավ։ Ամենակարևորը։ Սիրով կուզենանք մի գեղեցիկ կատարում նվիրես մեզ։ Առաջին կատարումը, որ հենց միանգամից մտքից եկավ, դա Կոմիտասի կանչա կրունկն է։ Հիանալի։ Սիրով սպասում ենք։ Կանչե կրունկ, կանչե, քանի կարուն է, գարիբներում սիրտս, գոնդ գոնդարուն է, կրունկ ջան, գարուն է, կրունկ ջան, գարուն է, ախ, սիրտս արուն է։ Բրավո։ Ես ողջունում եմ քեզ, ես սրտանց ցանկանում եմ, որ դու կանաչ ճանապարհ ունենաս եւ հզոր հաջողություններ, հզորագույն հաջողություններ։ Ես ուղղակի տպավորված եմ։ Եվ ազգային երգը, Կոմիտասյան երգը պիտի միշտ հնչի։ Համաձայն եմ։ Անկախ ամեն ինչից։ Սիրելի բարեկամներ, եթերում նոր մեկնարկած սուրճով զրույց հաղորդաշարի առաջին թողարկումներ։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ բաց չթողնել հետաքրքիրն ու գրավիչը։ Գրավիչը, այո։ Ու ամենակարևորը առավոտյան սուրճով դիտեն։ Այո, ամենակարևորը բաց մի թողեք առավոտյան սուրճը եւ առավոտյան սուրճով եւ մեր հաղորդաշարը դիտելով ձեզ համար ստեղծեք լավ
աշխուժ ակտիվ տրամադրություն։ Տրամադրություն։ Այո։ Շնորհակալություն, լավ եղեք։ Գնանք կոֆե խմելու։ Գնացինք։